Որակի նշան ընկերությունը իր գործընկերների հետ, Բիոսկոսմո միջազգային ակումբի հետ նախաձեռնել այս միջոցառումը որակի նշան Էքսպոն ինչպես է նախաձեռնել, այսինքն լաբորատոր փորձաքննություններ են ասում կազմակերպությունը, այնուհետև իրենց թույլատրվում ենք մուտք ենք տալիս, որ գործեն Էքսպո եւ իրենց ապրական տեսակները ներկայացնեն մեր հանրությանը։ Մի քանի կազմակերպություն ճիշտ ասած լաբորատոր փորձաքննությունները չանցնելու պատճառով մերժեցին իրենց հայտերը, իսկ մնացածը սաղանցել են, երևի դուք եք տեսել ներկայացված են իրենց ապրանքատեսակներով։ Մենք նախաձեռնել ենք այս պրոյեկտը, ասեց մեր քաղաքացիներին իրազեկելու լավագույն ապրանքանիշ, լավագույն որակ ներկայացնող ապրանքատեսակները եւ քաղաքացիներին ներկայանալու համար կազմակերպել ենք դեկտեմբերի 5-ին եւ 6-ին համերգ, մուտքը անվճարալնելու, այսինքն մուտքը ազատ է։ Դեկտեմբերի 5-ին կլինի Իվետ Ամուկուչյանի համերգը, իսկ դեկտեմբերի 6-ին Հայոց Պրոջեկտի համերգը։ Ես երբ որ շրջում ենք, այստեղ տեսանք տաղավարներ, որտեղ սնունդ կատնամթերք են օրինակ ներկայացնում եւ հիշում ենք, որ երբեմն այս տարվա սկզբին, չգիտեմ, նախորդ տարի նույն սննդի անվտանգության տեսչությունը կամ այլ լրատվամիջոցներ մասնավոր հայ ոլորտում հետազոտություններ էին արել եւ պարզել, որ խախտումներ կան, սննդի հետ կապված խախտումներ կան։ Այդ ընկերությունները եւս ես տեսա մասնակցում են սրանք կրկնակի, արդեն շտկվել է։ Արդեն իրանք կրկնակի լաբորատոր փորձաքննություններ են անցել, ինչի հետևանքով նորից հայտնվել են այսինքն եթե ինքը որակ է ժամանակ չեն ներկայացնում, ինքը փորձաքննություն անցնելուց համար օրինակ խախտումներ եթե գտել են, իրանք վրա աշխատել են, թերությունները գտել են, այնուհետև մեր կողմից լաբորատոր փորձաքննությունը անցնելուց հետո ավելացնեմ, որ 2 անգամ ենք լաբորատոր փորձաքննություններ արել, այդ ձեր նշածի պատճառով ամեն ինչ մաքուր է, դրա համար իրանք հիմա ներկայացված են այստեղ։ Ամենամյա է Էքսպոն եւ այս տարի ինչով է տարբերվում ամենամյա եւ մասնակիցների քանակը շատ ավելի կամ նոր ընկերություններ կան։ Ճիշտ ասած, այս Էքսպոն մեր առաջի անգամն է, որ կազմակերպում ենք, բայց նախատեսում ենք, որ ամենամյա պիտի լինի։ Մասնակիցների քանակը 100-ից ավել կազմակերպություններ են մասնակցում, ինչպես նոր հայկական արտադրանք, այսինքն սա հայկական արտադրանք եւ որակ ներկայացնող կազմակերպություններ են։ Ուղղակի մենք ասացինք խթան հանդիսանան նոր կազմակերպություն, ովքեր որ նոր են սկսում, կարողանան մասնակցել Էքսպոյին եւ իրենց ապրանքատեսակները ներկայացնել որպես որակյալ ապրանքատեսակ սպառողները։ 2026 թվականին հունիս ամսում նախատեսում ենք միջազգային որակի նշան Լոնդոն 2026 մրցանակաբաշխությունը, որտեղ ներկայացված են լինելու հայաստանյան լավագույն որակ ներկայացնող կազմակերպությունները։ Ինչ ենք նմանատիպ նախաձեռնություն ունեցել, երբ որ առաջարկ ենք ունեցել որակի նշան կազմակերպությունից անցկացնել նմանատիպ միջոցառում, շատ կարևոր էր, որ այն բիզնեսները, ով մեծ պոտենցիալ ունի ու լավ որակ ունի, օգնենք իրանց ցույց տան իրանց պրոդուկտը եւ վերջնական սպառողը նույն ձևի տեղեկանա, ովքեր են ունենում լավ պրոդուկտ եւ լավ ծառայություն։ Բնականաբար ունենք նաեւ կազմակերպություններ, ովքեր նոր են սկսում կամ շատ փոքր են, բայց ունեն մեծ պոտենցիալ ու նույն ձևի Բիոսկոսմոյի առաքելությունը ոչ թե միայն խոշորների հետ աշխատել, այլ նաև փոքր բիզնեսներին աջակցել տարբեր ծրագրերով եւ օգնել արտահանում կազմակերպել այլ երկրներ։ Ինչքան մեր տնտեսությունը զարգանա եւ տարբեր բիզնեսներ արտադրությունները փորձեն արտահանում կազմակերպեն այլ երկր, այդքան մեր պետությունը եւ մեր տնտեսությունը կզարգանա։ Այդ մասով նաեւ ունենք մենք գործընկերներ, որոնք ներկայացված են տարբեր երկրներից ու իրանց նպատակը դիստրիբյուտորներ, որոնք օգնում են հայկական արտադրանքը արտահանել տարբեր երկրներ։ Ունենք Ռուսաստանից, ունենք Ամերիկայից, Էմիրատներից, Վրաստանից եւ այլ երկրներից ու մեր նպատակը այդ B2B զոնա ունենք, որտեղ ունենալու են տարբեր համագործակցություններ, հուսով ենք ունենալու ենք լավ պայմանագրեր ու եթե լավ այդ ամեն ինչը ընթացք ունենա, միանշանակ կշարունակենք նմանատիպ ֆորմատը զարգացնել։ Այս ամռանը արտահանման հետ կապված խնդիրներ եղան հատկապես անցակետերում։ Ինչ խնդիրների եք բախվել, հիմա այդ խնդիրները կան թե չկան, ձեզ համար խնդիրներ եղել են, ես հիշում եմ, որ բեռնատարերի վարորդներ, օրինակ Սպայկան խնդիր ուներ, մեծ ընկերություններ, ձեզ մոտ ինչ խնդիրներ եղան։ Ինչքան տեղեկացված եմ,
բոլոր խնդիրները լուծված են, ընթացիկ կարող է խնդիրներ լինեն, բայց բիզնեսը պատրաստ է յուրաքանչյուր խնդիր լուծելու ու այն բիզնեսը, որ ավելի շատ խնդիր է լուծում, այդքան ավելի հաջողում է, դրա համար այդ ամեն ինչը հաշվի առնելով կան տարբեր ձևեր կազմակերպելու արտահանում, բայց ինչքան տեղեկացված եմ, նմանատիպ խնդիր չկա։ Մեր արտադրամասը հիմնվել է 2021 թվականին։ Մենք հիմնականում զբաղվել ենք արտահանումով, ուղիղ 6 ամիս է մենք Հայաստանի շուկային մատուցում ենք մեր պրոդուկտը։ Մեր արտադրամասը հիմնվել է մաքուր պրոդուկտի հիման վրա։ Մենք արտադրում ենք մաքուր 100%-անոց կաթից, պատրաստում ենք ամեն ինչը 100%-անոց կաթից, ընդհանրապես հավելումներ չենք օգտագործում եւ այս հիմնական գործունեությունը սկսել ենք արտահանումից, արտահանել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Դուբայ, Ռուսաստան, այս բային բանակցում ենք Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի հետ եւ 6 ամիսա հայաստանյան շուկան ձևավորել ենք եւ ուզում ենք մեր հաճախորդներին, մեր ժողովրդին մատուցենք մաքուր բնական 100%-անոց կաթից պատրաստված կաթնամթերք, որ մարդիկ ուտեն մաքուր, անարատ 100%-անոց կաթնամթերք եւ պանիր։ Քանզի որ լաբորատոր ստուգումների արդյունքում մեր պրոդուկտը հաճախորդի կողմից ճանաչվեց մաքուր պրոդուկտ եւ համով պրոդուկտ, որ լաբորատոր ստուգումներից հետո մենք ստացանք որակի նշան մրցանակը, դրանից հետո քանզի որ որակի նշանը միշտ ինչ կազմակերպում է արդար հիմունքների վրա է կազմակերպում, որոշեցինք մեզ պատիվ է մեզ, որ իրանց հետ քայլենք առաջ եւ մենք դառանք իրենց գլխավոր հովանավոր։ Ներեք, արդյոք խոսելով գնի մասին, գնի նոր փոփոխություն կա, թե չէ, եթե համեմատենք նախորդ տարիների հետ, որովհետև երբ որ հարցումներ են անում, լսում եք, քաղաքացիներից, որ բողոքում են համակարգումներից։ Ես ցենց ասեմ, մենք մատուցում ենք շուկային այն պրոդուկտը, այն գնով, որը ֆիզիկապես ոչ թանկ, ոչ էժան, շուկայի մրցակցական գինը պետքա որոշի ժողովուրդը։ Մենք տալիս ենք գին, տալիս ենք որակ, եթե անորակ ապրանք լինի, պարզակ լինի էժան։ Մենք ուղղակի մատուցում ենք 100%-անոց կաթից պատրաստած կաթնամթերք, դրա համար իր գինը մի քիչ ավելի բարձր է, քան մնացած պրոդուկտներինը։ Մնացած պրոդուկտների գինն է կախված է իրանց արտադրանքի ձևից։ Մենք ունենք մեր արտադրելու ոճը, իրանք ունեն իրենցը։